Զոհված զինվորների գլուխներ գնդակի փոխարեն։ Զանգվածային մենամարտեր քաղաքների միջև։ Ժամանակներ, երբ թագավորներն արգելում էին այն սպառնալով բանտարկությամբ։ Ինչպես եւ որտեղ ծնվեց աշխարհի ամենասիրելի ու մասսայական սպորտը ու քաոսային խաղից վերածվեց էլիտար սպորտի։ Երբ ֆուտբոլը դարձավ ֆուտբոլ եւ ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի։ Ինչպես ֆուտբոլիստը գոլ խփեց առանց մտնելու խաղադաշտ։ Ինչպես հայտնվեցին մրցավարները, դեղին ու կարմիր քարտերը։ 100 անհավանական առեղծված, 100 ֆուտբոլային գաղտնիք, 100 զարմանալի փաստ։ Լեգենդար հաղթանակներ, սկանդալներ, մոռացված կանոններ ու խելահեղ ռեկորդներ։ Գիրք, որը կզարմացնի նույնիսկ ամենամոլի ֆուտբոլասերին։ Լուչիանո Վերնիկե, ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի։ Եվ ինչու, այո, ինչու, դեռ մենք այս հարցը չենք հղել մեր հյուրերին, դեռ մենք չգիտենք, սպասել ենք, որ ձեզ հետ միասին բացահայտենք ու իմանենք։ Այո, դիտեցինք Նյումեկ հրատարակչության նոր գրքի Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի թրեյլերը եւ գրքի մասին իհարկե զրույց ենք ունենալու մեր հյուրերի հետ։ Մեր հավատարիմ իհարկե հյուր թարգմանիչ Նյումեգի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ իհարկե ֆուտբոլասեր Նյումեկ Signature ակումբի անդամ Զորիկ Սամվելյանի հետ։ Բարի լույս, բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրն կալվելու համար։ Շնորհակալ ենք, որ այստեղ ենք։ Ահա, մենք նույնպես միշտ մեծ ջերմությամբ եւ մեծ սիրով ենք պատրաստում մեր զրույցներին, քանի որ մեկը մեկից հատնտիր լավ թեմաներ են ընտրված, իհարկե գրքերով հանդերձ, եւ այս տարի այս պահին զարկերակի վրա է մեր ձեռքը, իհարկե ֆուտբոլ, ֆուտբոլային թեմաներ, մենք խոսելու ենք ամենամեծ մունդիալն է հիմա իրականում պատմության մեջ, եթե ես չեմ սխալվում, 48 թիմով են այս տարի եւ իհարկե 104 խաղով։ Սա իսկապես մեծ թիվ է, մեծ փաստ է եւ երևի թե իզուր չէր, որ հենց այս գիրքը ընտրվեց, այս ֆուտբոլային թեմաներին զուգահեռ։ Այո, որ ինչպես է։ Այո, նախ հասկացանք նաեւ թրեյլերից Եվ հետաքրքիր փաստերի մասին էլ ասեց թրեյլերի Այո, անկավոր ֆուտբոլասերները կբացահայտեն, հետաքրքիր է, օրինակ Զորիկ սկսենք ձեզնից, որտեղ նաև ֆուտբոլասեր եք, հետաքրքիր է ինչ բացահայտումներ եք դուք արել գրքից, որը ձեզ իսկապես տպավորել է։ Ընդհանրապես որպես ֆուտբոլասեր շատ հետաքրքիր է, որտեղ երբ որ դու խաղը դիտում ես, ընդհանրապես այդ հիմնական հիմքում կանգնած, ինչա կանգնած ֆուտբոլի հիմքում այդ հարցերը տարօրինակորեն չի գալիս մտքիդ ու այս գիրքը այդ առումով շատ հիասքանչ հնարավորություն է ֆուտբոլասերներին իրապես բացահայտել ֆուտբոլի այդ հիմնական երևույթները, որ տեղի են ունենում, թե դրա հիմքում ինչն է ու չգիտեմ, երևի ամենահետաքրքիրը կամ այս պայն որ առաջինը մտքից եկավ այն էր, որ երբ որ ֆուտբոլը սկզբնապես ձևավորվեց որպես խաղ Մինչ այդ տարօրինակ էր, որ բոլոր սպորտաձևերի նպատակը ավելի ֆիզիկապես ավելի ուժեղ լինելը ու պատերազմելուն պատրաստ լինելն էր, իսկ ֆուտբոլը սկզբնապես որոշակի տարեր ուներ, որպեսզի ավելի ուժեղ լինեին սպորտսմենները, Ես կարծում եմ վազքի պատերազմի դաշտում լավ վազելու, էլի որպես այդպեսին, իսկ եթե երկու թեմաներ հասկացանք, որ մեռած զինվորների գլուխներով են խաղաց այդ ժամանակին, այո, դե բարոսական։ Ժամանակի ընթացքում այդ գիտակցում եկավ նաև, որ սպորտը ոչ միայն պատերազմելու ինչ-որ պատրաստություն է որպես, այլ նաև, ինչպես այսօր ենք տեսնում, ժամանցա ու կարելի է նաև այդպես նայել սպորտին։ Ֆուտբոլը եղել է առաջինը որպես այդպեսին մարզաձևերի մեջ։ Որպես ռազմարվեստ։ Որպես հենց որ ասել են հանգստացեք, պարտադիր չէ կապել ամեն բան։ Իրականում զուգահեռաբար զարգացել է նաև ռեգբին, ֆուտբոլից ավելի առաջ եւ ֆուտբոլի կանոններում եւ խաղի ձևավորման այդ սկզբնական փուլերում շատ բաներ հենց ռեգբիից է վերցված, հետո դրանք իհարկե մեղմացել, ադապտացվել եւ վերաձևավորվել են որպես ֆուտբոլ։ Ես Զորի խոսքը շարունակելով ասեմ, որ նա
դեռ շատ դարեր առաջ, երբ ֆուտբոլ խաղում էին հեռավոր Չինաստանում, դինաստիաների ժամանակ, այն ժամանակ ֆուտբոլը որպես այդպիսին, հենց ինչպես Զորաբ ասեց, պատերազմներին պատրաստվելու ռազմարվեստի եւ ուժեղանալու միջոցներից մեկն էր։ Հետո այս խաղը ստացավ նաեւ այդ ինտելեկտուալ, կազմակերպչական երանգը եւ հասավ մինչեւ 17-ից 19-րդ դարերում արդեն Անգլիայում դարձավ ֆուտբոլ, մինչև այդ եղել են նմանատիպ սպորտաձևեր, հին հույներն են ունեցել, հին հռոմեացիները տարբեր անուններով, իսկ Անգլիայում արդեն որպես այդպիսին ֆուտբոլը ծնվեց։ Արդյոք այն ժամանակ խաղացել են 11 ընդդեմ 11-ի եւ վերջապես ինչու են խաղում ֆուտբոլը 11 ընդդեմ 11-ի։ Այո, դա ամենատրիվիալ հարցն է, որ հենց գրքի վերնագիրը եւ շապիկին էլ բոլորս նայում ենք, բոլորս այդ փաստը գիտենք, որ ֆուտբոլի գնդակի հետևից վազում են այն 11 խելահեղ անհատները, ինչու շատերը ասում են դե լավ դա ինչ է, բայց մենք այդ հարցը չենք մտաբերում խաղը նայելիս։ Իրականում այս փաստը եւ կանոնը շատ պրակտիկ բացատրություն ունի, երբ կարդում ենք պատմությունը, հասկանում ենք, որ մինչև 11 հոգանոց թիմերի ձևավորման հանգելը եղել են այնպիսի դեպքեր, երբ թիմերը միմյանց դեմ խաղացել են 25-35-ի դեմ, ավելի անգամ մեծ քանակով ֆուտբոլային, այսպես ասած, զանգվածային թիմեր են միմյանց դեմ դուրս եկել, իսկ արդեն Անգլիայում, երբ ֆուտբոլը մտավ էլիտար կրթական հաստատություններ եւ դարձավ այդ ընտրանի պատանիների կրթական համակարգի մի մասը, սովորելու մի մասը, ինչու 11, որովհետև հենց այդ կրթական հաստատություններում հանրակացարանների սենյակներում տղաները ապրում էին 11-ական հոգով եւ սենյակը սենյակի դեմ էր պայքարում, այդպես 11 հոգանոց թիմը մյուս 11 հոգանոցի դեմ։ Այո, այս գրքում 100 այդպիսի հետաքրքիր փաստ է, պատմություն է, առեղծված է։ Եթե թերթեք այս գիրքը չենք կարող կարդալ քրոնոլոգիայով, կարող ենք նաև վերցնել եւ պատահական մի էջ բացել եւ մեզ համար հետաքրքիր բացահայտել։ Բայց այնուամենայնիվ ինքը հենց այդ փաստերի մասին է 100 հետաքրքիր փաստ, որոնք շատերը գուցե գիտեն, գուցե շատերի համար, նույն հենց ֆուտբոլասերների համար լինի բացահայտում։ Ինչ եք կարծում, արդյոք այս տարվա այս ամենամեծ մունդիալը, այս քանակով, որ ֆուտբոլի պատմության մեջ ամենաառաջին անգամն է, չէ՞, իսկապես առաջինն է, որ այս մեծ թվով է։ Գուցե սա էլ զետեղ էր հեղինակը իր գրքում, թե ոչ։ Միանշանակ, որովհետև խաղը գրվող պատմություն է, մենք այսօր էլ հենց այս առաջնության ընթացքում, եթե ամփոփեինք, մունդիալը այս օրերի, գուցե 100 փաստով առանձին մեկ գիրք էլ հենց այս տարվա առաջնության մասին գրեինք, իհարկե այս մեծ խաղերով եւ թիմերով մասնակցությամբ մունդիալը անհավանական է եւ առաջին անգամ է, ինչպես նշեցիք, տեղի ունենում եւ դա փաստում է այն մասին, որ ամեն անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է մի նոր էլեմենտ ավելանում, մի նոր կանոն ավելանում եւ ձևավորում։ Ոչ միայն թիմերի քանակն է, այս տարվա արտառոց, նաեւ այս տարի տեսնում ենք, որ վար համակարգն է շատ ավելի զարգացած, այո, մրցավարների անգամ գլխին տեսախցիկ է փակցված եւ մենք կադրեր ենք տեսնում, թե ինչպես է նաեւ մրցավարը տեսնում տվյալ դրվագը, իսկ դա աննախադեպ է եւ ժամանակի տեխնոլոգիաների զարգացման հետևանքն է, ինչը չէր կարող արտահայտվել այս մասսայական սպորտաձևում։ Անի, դուք հետևում եք ֆուտբոլին։ Միանշանակ։ Դուք էլ ֆուտբոլասեր եք, պաստորեն։ Մեծ ֆուտբոլասեր։ Դե այս գրքում նախ հեղինակը պատմում է, թե ինչպես է ֆուտբոլը պրոֆեսիոնալ մարզաձևից առաջ եղել սիրելի կամ հաճելի զբաղմունք։ Հետաքրքիր ինչ եք կարծում, այսօր ֆուտբոլը իսկապես պրոֆեսիոնալ մարզաձևից բաց տեղ պահպանում է այդ դիրքերը, թե ավելի շատ դարձել է շոու, բիզնես, աստղեր, այդ գլեմը, հիմա ֆուտբոլը լրիվ ուրիշ բանի մասին է, ինձ թվում է։ Դուք որպես ֆուտբոլասեր ինչ եք կարծում։ Կարծում եմ այդ ամեն ինչը միասին։ Երբ խաղը ստեղծվում էր, իհարկե ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ
խաղացողները կդառնան ապագայում այնպիսի մարդիկ, որոնք կվաստակեն աստղաբաշխատկան միլիարդավոր, միլիոնավոր դոլարներ, եվրոներ եւ այլն, եւ բոլորի աշխատավարձերի չափը երբ ամեն անգամ լսում ենք, մենք բոլորը զարմանում ենք ինչ է անելու այդքան գումարի հետ։ Իսկ ամենասկզբում, երբ խաղում էին էնտուզիաստները, հա, ֆուտբոլ, նրանք ունեին հիմնական աշխատանք, բանվորներ էին, տաղծագործներ էին, չգիտեմ, կոշկակարներ էին, իսկ ազատ ժամանակ արդեն գնում էին իրենց սիրելի փաբի ընկերակիցների հետ այդ սպորտաձևով խաղալու։ Այո, ընթացքում իհարկե մրցաշարերը ձևավորվեցին, մրցավարները ի հայտ եկան եւ խաղի կանոնները ձևավորվեցին։ 1930 թվականին է առաջին աշխարհի առաջնությունը տեղի ունեցել եւ չեմ կարծում դա այնքան երկար պատմություն է, որ մենք տեսնենք թե ուր կգնա դեռ ֆուտբոլը։ Իսկ այսօր տեսնում ենք թե ինչպես է ամեն խաղով, ամեն դրվագով մի նոր կանոն ավելանում, մի նոր հետաքրքրություն ավելանում, ինչպես նշեցիք, բիզնեսը այս մասսայական սպորտաձևից չէր կարող անմասն մնալ եւ ձեզ ասեմ ավելին, այդ շոու բիզնես, հայտնիություն, բիզնես, այդ ամեն ինչը եղել է նաեւ ակունքներում եւ հետաքրքիր ինձ համար փաստերից մեկն այն էր, որ դեռ ֆուտբոլիստների պատկերներով գովազդային քարտերը դեռ 19-րդ դարում են սկսել կիրառել, որովհետեւ այն գործարանները ձեռնարկությունները, որոնք ֆուտբոլի գնդակ կամ դերպասապի ձեռնոց են կարել, նրանք էլ փորձել են օգուտ քաղել եւ այդ պատկերներով, այո, իրենց այդ ֆուտբոլիստների պատկերներով նաեւ իրենց շրջապատում ռոպագանդել։ Այնպես որ այն ամեն ինչ մենք տեսնում ենք ներողություն, ունի նախակարապետներ եւ դրանք իրենց ժամանակի մեջ են եղել նորարարական։ Այնուամենայնիվ ինչ էլ ուզում է լինի, դա բիզնես գաղափար է, թե պարզապես մեծ խանդավառություն է սպորտի հանդեպ, այս սպորտը մի կախարդական հատկություն ունի այն ժամանակից մինչև այսօր մարդիկ իսկապես սիրում են, իսկապես պաշտում են եւ ապրում են ֆուտբոլով, ինչպես նաեւ շատ ֆուտբոլասերներ ասում են, ֆուտբոլը կյանք է, բայց նաեւ պատմության մեջ կային դեպքեր, երբ այդ խանդավառությունն այնքան է աճել, որ մարդիկ անգամ եթե չեմ սխալվում, Էսկոբար էր ֆուտբոլիստի անունը, եթե սխալվում դուք ինձ հուշեք, որ սպանեցին ֆուտբոլիստին ինքնագոլ խփելու համար։ Պատմության ամենադաժան դեպքն է, ես վերջերս այս թեմաների շուրջ իհարկե ծանոթանում եմ եւ լսեցի այդ պատմությունը, որ այո սպանել են ֆուտբոլիստին, քանի որ պատահաբար խփել է ինքնագոլ։ Անունը կարծես ազգանունը կարծես թե պետք է լիներ Էսկոբար։ Մի խոսքով թեմաները այո ֆուտբոլի դե տեսնում ես, չգիտեմ գրքում զետեղված բնականաբար չի լինի այդ պատմությունը։ Ինչու՞ հետաքրքիր փաստ է։ Այլ 100 այո պատմություններ շոկահարվելու այսպես մենք կգտնենք գրքում, մենք էլ հիմա այս բանի իհարկե հետաքրքրված ենք, ես անպայման կթերթեմ էջերը, բայց մենք ունենք մի փոքրիկ ընդմիջում, քանի որ հենց անձամբ հեղինակը մեզ ուղարկել է տեսաուղերձ հայ ֆուտբոլասերներին, երկրպագուներին ուղարկել է այդ տեսաուղերձ, այս բանը առաջարկում ենք դիտել, հետո շարունակել մեր զրույցները։ Բարև Armenia. I am Luciano Bernicke. I am the author of the new book published by Newmag. Բարև Հայաստան։ Ես Լուչիանո Վերնիկեն եմ։ Նյումեգի նոր հրատարակած Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի գրքի հեղինակն եմ։ Իմ գրքում կգտնեք ֆուտբոլի պատմության մասին 100 հարցի պատասխան։ Օրինակ, ինչու թիմերն ունեն 11 խաղացող, կամ ինչու է խաղը տևում 90 րոպե, ով է 11 մետրանոց հարվածը ներմուծել, ով է ստեղծել դարպասային ցանցը, ի վերջո ով է գնդակի հեղինակը։ Մի խոսքով կգտնեք չափազանց հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահիասքանչ սպորտաձևի մասին։ Երաշխավորում եմ, որ այս տեղեկությունները չեք գտնի արհեստական բանականության օգնությամբ կամ Վիկիպեդիայում ու Google-ում որոնելով։ Հույս ունեմ հաջորդ տարի այցելել Հայաստան, մասնակցել Նյումեգի փառատոնին։ Անչափ շնորհակալ եմ։ For the Newmag Festival. Thank you very much. So long. Այո, պետք է ապայման նախ եւ պատմել այդ պատմությունը Վերնիկեին, դուք Վերնիկեին այո պետք է պատմել, ես հենց այս բանին ասաց որ գալու է Հայաստան Նյումեգի
կամ Winterfest-ին կմասնակցի կամ Մենք նրա ջերմ հարաբերությունների մեջ ենք, այնպես որ ես կգրեմ, որ այդ մի փաստը մեր հաղորդավարուհին հիշեցրեց եւ կարող ենք ներառել հաջորդ գրքում։ Շնորհակալություն, այո, անպայման կասեք։ Շատ լավ, ֆուտբոլիստները դե բնականաբար դարձել են մեդիա դեմքեր, աստղեր են նրանք, դուք էլ նշում եք աստղաբաշխական իրենց այդ կենցաղավարությամբ եւ հետաքրքիր է, եթե ֆուտբոլում այսքան հովանավորներ կամ մեծ գումարներ, տարբեր ներդրումներ չլինեին, ֆուտբոլը կշարունակել մնալ այսպիսի սիրելի մասսայական սպորտաձև։ Կարծում եմ, որ ոչ։ Կլիներ այնպեսին, ինչպեսին ռեգբին է, մենք բոլորս չէ, որ հետաքրքրված ենք ռեգբիով կամ ճանաչում ենք ռեգբիի աստղերին։ Իհարկե այդ սպորտաձևը ունի իր տեղը աշխարհում եւ իր երկրպագուներին, սիրահարներին, նրանք ամեն ինչ գիտեն իրենց սիրելի խաղացողների մասին, բայց որպես այդպիսի զանգվածային մասսայական չի, այնպես չի, որ իմ տատիկը կարող է ճանաչել ռեգբիի Ռոնալդոին կամ Մեսսին, իսկ ֆուտբոլին բոլորս գիտենք, առնվազն լսել ենք, նրանք մեր կյանքի մեդիա դաշտում, մեր առօրյայի մի մասն են դարձել։ Այո, ամենատարածված իհարկե Instagram-ն է, մենք օգտագործում ենք, գիտենք ամենաշատ follower-ներ, հետևորդներ ունեցողը ով է, ֆուտբոլիստները այս պահին Instagram-ում եւ Զորիկ նաեւ հեղինակը պատմում է պատմության ամենաշքեղ, ամենագեղեցիկ գոլերի մասին, ինչ ես կարծում, որն է քեզ համար այն ժամանակ եղել այդ շքեղ գեղեցիկ գոլերից մեկը եւ այսօր այս հենց այո առաջնության ժամանակ, որ խաղը կառանձնացնես, որ ֆուտբոլիստ իր գոլով։ Եվ ամենաշքեղ չեմ ասի, բայց եւ ամենատպավորիչ ու շքեղ իմ համար առաջի գոլը 2014-ին իմ առաջի ֆուտբոլի առաջնությունն է դիտում ու Վան Պերսի գոլն եմ հիշում, գլխով հարվածով, ասենց չեմ կարող հիմա նկարագրեմ ինչպես էր, քաղաքի տեսնել։ Այդ է տպարել ու հետաքրքիր էր, որ այդ տարի ես առաջի անգամ գնացի ֆուտբոլի, ոգեշնչված դրանով ու տես փորձեր արել եմ նման գոլեր խփելու։ Ֆուտբոլիստ դառնալու։ Նաև տես գոլեր խփելու, այդտեղից ոգեշնչված։ Այս տարվա խաղերը կարծում եմ մեկ-մեկից հետաքրքիր են ու հետաքրքրական այն է, որ նաև սպասումներ կային, որ նման քանակի ավելացումը կարող բերի դիտարժանության անկման, բայց հակառակը ապացուցեց, որ տենց փոքր հավաքականները, որոնք այդ թվի ավելացումով են հայտնվել այդտեղ, շատ համառ կռիվ տվեցին։ Այդ առումով այդ կառանձնացնեմ այս խաղերից։ Մենք այս պահին ոչ կրոնից ենք խոսում, ոչ քաղաքականությունից, ինչու չենք հարցնում ձեր սիրելի թիմերի մասին։ Խնդրում եմ ասեք, որ հավաքականի երկրպագուներն եք դուք։ Իմը ցավոտ է, դու գիտես։ Երևի ես Իսպանիան կառանձնացնեմ, նաև Մեսսի's ֆան եմ, այդ առումով Արգենտինա։ Մեսսի's։ Մեսսի չէ, այդ սն չէ։ Մեսսի ֆան, հասկաց։ Լավ, ինձ չհարցնեք ուրեմն։ Դրել Ռոնալդո։ Չէ, ոչ միայն Ռոնալդո, բայց լավ։ Լսենք Անին։ Իմ սիրելի հավաքականը ցավոք չի մասնակցում աշխարհի առաջնությանը։ Հայաստանի եք եկել։ Ոչ։ Իտալիայի հավաքականի երկրպագուն եմ եղել, որովհետև ձախողել են եւ չեն հաղթահարել որակավորման փուլը չեն հաղթահարել եւ չեն հայտնվել play-off-ում եւ չեն մեկնել Ամերիկա։ Բարի, ամենասիրելի ֆուտբոլիստը։ Բոլոր Իտալիայի իտալացիները։ Իսկ ազգի գուցե իտալականները ես Միլան ակումբի երկրպագու եմ եւ իմ սիրելի ֆուտբոլիստը Կական է եղել դեռ այն ժամանակ, բայց այդ տարիների մի քիչ ավելի մեր սերնդի ֆուտբոլասերների կճանաչեն Միլանի եւ Իտալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները, Բուֆոն, Դել Պիերո եւ բոլորը։ Ցավոք նրանց ժամանակն անցել է։ Նրանց աշխարհի առաջնության հաղթանակը տեսել եմ, միայն դա կարող ես փոփել։ Տեսել եք հաղթանակը։ Վերջերս էլ խոսում էինք ընկերներով ու ասացինք, քանի որ տեսնում ենք մեր սիրելի ֆուտբոլիստներին, ովքեր լեգենդներ են իսկապես, ում հետ կարծես մենք ենք մեծացել, նրանց ճանապարհը քսերով նրանք արդեն գնում են թոշակի եւ դուրս են գալիս ասպարեզից, ինձ համար այնքան տխուր բա էր, կարծես ավարտվի ֆուտբոլը։ Ինչպես դպրոցն ենք ավարտում, մտածում ենք վերջ դպրոցն ավարտվեց մեզ համար, ֆուտբոլը կարծես ավարտվի նրանց հետ, բայց միանշանակ այդպես չէ եւ այդպես չի էլ եղել, նոր դեմքեր կգան։ Ես ավելի շատ համակրում եմ հակառակը Զորիկի թիմերին, օրինակ ես ունեմ շատ հետաքրքիր զգացողություն ֆրանսիական հավաքականի նկատմամբ եւ անգլիական, ինձ հետ նախ դեպ սիրում եմ անգլիական այդ ստրատեգիան
եւ այլն, բայց տեսնենք թող հաղթի լավագույնը, ինչպես ասում են։ Ես էլ եմ այս տարի անգլիացիներին երկրպագում, հուսով եմ կդառնան վերջապես չեմպիոն 3 առյուծները։ Գոնե այդ թիմը, այդ ընդհանրապես երկիրը, որը ստեղծել է, այսինքն խմբագրել է ֆուտբոլը որպես այդպեսին եւ հանձնել է ամբողջ աշխարհին որպես սիրելի մարզաձև, դառնա աշխարհի չեմպիոն։ Տեսնենք։ Ցանկություններ թող կատարվի ամեն դեպքում։ Ում խորհուրդ կտաք կարդալ այս գիրքը, ովքեր որ ֆուտբոլասեր են, թե ովքեր որ այդքան էլ խանդավառված չեն այս սպորտաձևով, բայց միևնույն է կարդալիս ինչ որ բան կտանեն իրենց հետ կամ ինչ որ բան կտա այս գիրքը իրենց։ Եվ բայց նախ առաջինը խորհուրդ կտամ, որ ծնողները ուշադրություն դարձնեն այս գրքին եւ իրենց ֆուտբոլասեր երեխաներին Պարտադիր չէ, որ ֆուտբոլով զբաղվեն, հա, երեխաները, նրանց համար գնեն այս հետաքրքիր գիրքը, որովհետև շատ մատչելի լեզվով է գրված, թարգմանված, նաև ինչու ոչ չհամեստանամ, եւ գիտեք, այն մասին է, որ մոտիվացնում է պատմությամբ, հետաքրքիր փաստերով, զվարճալի փաստերով, երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ կթերթեն։ Ես ինքս որոշ փաստերի վրա անգամ կանգ եմ առել, ծիծաղել եմ, եւ ինչպես նշեցիք, կարող են կարդալ նաև ոչ ֆուտբոլասերները, նրանք ովքեր հետաքրքրված են պատմությամբ, պատմական իրադարձությունների զարգացման, որովհետև սա եւս ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակների ընթացքում ձևավորվել, հա, ավանդույթները, ոչ միայն սպորտը, այդ ժամանակահատվածի ընդհանուր պատկերը եւս կարող ենք տեսնել։ Իհարկե հեղինակը կենտրոնանում է լատինամերիկյան եւ անգլիական ֆուտբոլի վրա, եթե այդ ամեն ինչը դուրս բերենք եւ ամբողջ աշխարհի համայնապատկերով նայենք, երևի թե եւս 100 այսպիսի գիրք պետք կլիներ բոլոր փաստերը աշխարհում տեղի ունեցած ամփոփելու համար, բայց սա այն է, ինչ այս գրքում ամփոփված է եւ ամենահետաքրքիրն է։ Շնորհակալություն, շատ նախ հետաքրքիր այս համագործակցության համար հեղինակի հետ Լուչիանո, որը որ ես վստահ եմ նա էլ մեծ ֆուտբոլասեր է, հետեւաբար ինչքան փնտրտուքների եւ ուսումնասիրությունների միջով է անցել, որպեսզի գիրք կազմի, որպես այդպեսին։ Այո, նա պատմաբան մարզական լրագրող է, այդ առումով գիրքը ունի նաև հավաստիության վստահելի կոմպոնենտ։ Փաստորեն հենց այդպես էլ կարողացել է հավաքագրել այն պատմությունները, որոնք մեզ հասանելի չեն։ Ես մտածում այս ամբողջ ընթացքում, լավ, ինչպես, եթե հիմա ամեն բան հասանելի է ցանկացածին, ամեն հարց ունի իր պատասխանը։ Այ ինչպես է նա կարողացել գտնել այն պատմությունները, որոնք հասանելի չեն գուցե հենց աշխատել է արխիվների հետ, անգլիական եւ արգենտինական, այնպես որ շատ հին ժամանակների թերթերից դուրս բերված անգամ պատմություններ կան, որոնք իսկապես համացանցում, արհեստական բանականությամբ այսօր երբ մեկ քլիկով կարող ենք ինֆորմացիա ստանալ, այս ինֆորմացիաներից շատերը գուցե ամենահայտնիները իհարկե գիտենք, բայց կան բաներ, որ իսկապես գաղտնի եւ առասպել թվացող, անհավանական թվացող պատմություններ կան։ Դե մենք ունենք արդեն գիրքը, շնորհիվ Նյումեգի, մենք իհարկե շնորհակալություն ենք հայտնում ձեզ այս զրույցի համար, առաջինը, շնորհակալ ենք եւս մեկ հետաքրքիր գիրք մեզ ներկայացնելու համար։ Մեր երկիրն էլ չունի ֆուտբոլասերների պակաս, ընդհակառակը նրանք շատ են եւ սա իսկապես կարելի է նաեւ համարել նվեր բոլոր ֆուտբոլասերներին փոքր տարիքից մինչև պատկառելի տարիք։ Կապ կհաստատեք միշտ Լուչիանոյի հետ, որ երբ Հայաստանի հավաքականը լինի աշխարհի առաջնությունում, նա այդ փաստը եւս ներգրավի իր հաջորդ գրքում։ Վստահ եմ նա դա առանց մեր տեղեկացնելու էլ կիմանա, որովհետև երբ զրուցում էինք, պատմում էր, որ Բուենոս Այրեսում ունի հայ ընկերներ եւ հայ համայնքի հետ բավականին մոտ է, այնպես որ խորովածի ընջույքի շուրջ անպայման եւս մեկ այդ փաստը այո։ Դե շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ձեզ մաղթում ենք լավ շարունակություն։ Սորիկ ձեզ եւս շնորհակալություն ենք հայտնում։ Հակառակ թիմերի ենք այս բան երկրպագում, բայց ամեն դեպքում հաղթի ուշեղագույնը։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության նոր ֆուտբոլային գրքի մասին, այո, Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի»։ Գիրքը ներկայացրեցին Անի Հակոբյանը, որը թարգմանիչն է, եւ Նյումեգի Signature գրական ակումբի անդամ ֆուտբոլասեր Զորիկ Սամվելյանը։ Շնորհակալություն մեր հյուրերին եւս մեկ անգամ։
Վերնիկայի ինչու են ֆուտբոլը խաղում 11-ն ընդդեմ 11-ի գիրքը կարող եք գնել Թումանյան 35 հասցեում գտնվող, G-Space-ում գտնվող Newmeg-ի Book սալոնից եւ կարող եք իհարկե պատվիրել newmeg.am կայքից։ Պատմական Մունդիալ 2026-ին հաշված օրեր են մնացել, հասցրեք ձեռք բերել գիրքը, ընթերցել ու ձեր ամենասիրելի մարզաձևի մասին բացահայտեք փաստեր, որոնք ոչ ոք դեռ չգիտի։ Դե, մենք էլ շարունակենք այս բանին նախ հետաքրքիր գրքի մասին զրույցներից հետո կարճատև դադար է լինելու, հետո էլի թեմաներ ունենք, դեռ խոհանոց պետք է տեղափոխվենք, զրուցել ենք այսօր ֆիլմից, Ոսկե ծիրանն է, որպես այդպեսին Երևանում կինոյի օրեր են, այնպես որ շարունակեք մնալ բարելույսի հետ, շատ հետաքրքիր զրույցներ դեռ ունենք առջևում։ Կհանդիպենք կարճատև դադարից հետո։